Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի Եվրոպայի եւ Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթիե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Փոխնախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ձևավորված գործընկերային հարաբերությունները եւ այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարության հիմնական առաջնահերթությունները, փոխնախարարն անդրադարձել է կարողությունների զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին եւ ոլորտային բարեփոխումներին։ Կողմերն անդրադարձ են կատարել փորձագիտական եւ ուսումնական այցերի կազմակերպմանը, ընդգծելով միջազգային լավագույն փորձի կիրառումն ու կարողությունների շարունակական զարգացումը։ Անթիե Ֆրիցը նշել է, որ անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը պատրաստ է շարունակելու աջակցությունը մասնավորապես ոլորտային վերապատրաստումների, ռազմավարական պլանավորման կարողությունների եւ մարդկային ռեսուրսների զարգացման ուղղություններով։ Քննարկվել է ներքին գործերի նախարարությունում ժամանակակից կազմակերպչական մոնիթորինգի, վերահսկողության մեխանիզմների ներդրման, ուժի կիրառման կառավարման եւ մի շարք այլ հարցեր։ Ոստիկանության կողմից ուժի կիրառման համատեքստում աշխատաժողով էր անցկացվել հոկտեմբերի 7-ին, որի ընթացքում ներկայացվել են ուժի կիրառման միջազգային քաղաքականությունն ու պրակտիկան, մոտեցումների մշակումն ու Էստոնիայի փորձը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները ծանոթացել են անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի մշակած ուժի կիրառման կառավարում ոստիկանության ինքնագնահատման ուղեցույցին, որի նպատակն ուժի կիրառման հետ կապված կառավարման ընթացակարգերի գնահատմանն աջակցելն է։ Ներկայացվել է նաև ուղեցույցի մեթոդաբանությունը, ինքնագնահատման մոդուլներն ու գործողությունների ծրագրի շրջանակները։ Համակարգում կարգապահության եւ բարեվարկության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է։ Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորը եւ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Քննության առնվազն նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, իսկ 1 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագապրի։
Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8,000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։